Գյումրու թիկունքին Գյումրու թիկունքին Ոնց եք Հազար բարի իմ շատ սիրելի, շատ սիրում Գյումրու, շատ սիրում գյումրեցիներ, անչափ շատ եմ սիրում բոլորին։ Անչափ ուրախ եմ տեսնել այստեղ բոլորիդ, անչափ ուրախ եմ այսօր կանգնել Գյումրու մեր ես ուժեղ, մեր ես պինդ թիմի կողքին, մեր մարզպետի, մեր պատգամավորների ու մեր քաղաքային թիմի առաջնորդ Սարիկ Մինասյանի կողքին։ Ժողովուրդ ջան, այս ընտրությունները մեր ընկալմամբ, երբ որ ամեն ինչ դեռ նոր էր սկսում, երբ որ քարոզարշավ եւ այլն ու մենք քննարկում էինք։ Ու մենք քննարկում ենք, մենք մտածում ենք այս ընտրությունների ժամանակ պիտի գանք ու ձեզ պատմենք այն մասին, որ այս պահին Գյումրում կա վերանորոգված 180 փողոց, որից 140-ը վերանորոգվել է 2018-ից հետո։ Մինչև 2018-ը Գյումրիում եղել է նորոգված, նորմալ, անցանելի, առանց փոսերի, առանց բանի, ընդամենը 40 փողոց, այդ էլ իդեպ հարցական է, այդ 40-ը եղել է, թե չի եղել։ Մենք մտածում ենք դրանից պետք է խոսանք։ Պետք է խոսանք նրա մասին, որ Գյումրիում մանկապարտեզներն ենք անվճար դարձնելու, որ Գյումրու բոլոր մանկապարտեզները նախ նորոգելու ու հիմնանորոգելու ենք, իսկ հետո անվճար ենք դարձնելու։ Մտածում էինք, որ պիտի գանք խոսանք այն մասին, որ Գյումրու բոլոր փողոցները մենք պիտի ասֆալտապատենք, որ Գյումրին ոչնչով վատը չի Երևանից։ Ոչնչով Գյումրին վատը չի Երևանից։ Հատկապես 58 թաղամասը։ Աջան, մենք ես մատով ենք քվեարկե, ես ու Ալեքսանդրյանը պայլանա, որ 58 թաղամասի բոլոր փողոցները ասֆալտապատվելու են, անխտիր բոլոր։ Մենք մտածում ենք, որ սրա զուգահեռ պիտի գանք ու ձեզ պատմենք այն մասին, որ Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու համար պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ, որ բիզնեսմենը մտածի, որ երբ որ իր գումարը գա ներդնի, ստեղ աշխատատեղ սարքի, ինչ-որ մի դուրսպրծուկ չի գալու փորձի փայ մտնի, ինչ-որ մի դուրսպրծուկի ծնունդ չի գալու տեղ կրակոտ սարքի։ Մենք մտածում ենք, որ դրանից պետք է խոսանք, որ պետք է խոսանք նրա մասին, որ թափառող շների խնդիրը հնարավոր է լուծել ու պարոն Մինասյանը արդեն սկսել է այդ լուծումը, Երևանի մեր թիմից արդեն գիտեք, շատ մեծ թիմ է եկել ու զբաղվում է այդ հարցով ու այս ընթացքը շարունակական է լինելու, կացարաններ սարքելու ենք այստեղ, ամեն ինչն է անելու ենք ու այդ հարցը վերջնականապես լուծելու ենք։ Բայց ինչ տեսանք մենք։ Երբ որ մենք մտածում ենք, որ մենք պետք է այս թեմաներով խոսանք։ Մենք տեսանք, որ ձեր, մեր, բոլորի կողմից արդեն օրը 20 անգամ, ամիսը 40 անգամ, չգիտեմ, օրվա մեջ 25 ժամ մերժված Սերժիկն ու Ռոբիկը որոշեցին, որ իրանք այս ընտրություններին պետք է մի երկու հատ դրածո ուղարկեն ամեն մեկը։ Որ պետք է Սերժիկն ու Ռոբիկը այս ընտրություններին մի երկու հատ դրածո ուղարկեն ամեն մեկը, որ մեկը պետք է ուղարկի հանրապետական խմբակցության պատգամավորին, մեկը պետք է ուղարկի նաև Սերժի Փեսա Միշիկը պետք է ուղարկի իր գրպանային ինչ-որ մի հատ փալասի, որը որ պետք է գյումրեցիների 60%-ին թուրքասի ու գլուխը պատին տա։ Դե իրանք հույս են տալի, որ դեռ սաղ են, տատ ջան, բայց այդ իրանք հույսն ամենակ։ Որ Քոչարյան Ռոբիկը պետք է այս ընտրություններին ինչ-որ մի հատ դոմբասական չգիտեմ ինչ ուղարկի, ասի ստեղ մենք ազատ եսիմ ինչ ենք ստեղծում, ազատ գոտի ենք ստեղծում, ես ենք ստեղծում, են ենք ստեղծում, ընդդիմադիր ուժեր են խոսում զոհերի թեմայով, ընդդիմադիր ուժեր են խոսում պատերազմի թեմայով, ու այդ այն մարդիկ են, ովքեր
ովքեր 2021 թվականի իրենց նախընտրական գովազդներում ադրբեջանական բայրակթարներից նկարած գովազդներ էին, նկարած վիդեոներ էին տեղադրում իրենց նախընտրական գովազդում։ Քոչարյան Ռոբիկի կուսակցությունը իր նախընտրական գովազդում բայրակթարից նկարած հայ զինվորների սպանության կադրեր էր դնում։ Ինչի էր անում, որտեղ հայ զինվորի մահը, հայ զինվորի ողբը, հայ զինվորի մահվան դերվագը իրանց համար ոչ մի բան ավել չի, քան աթոռի հասնելու հերթական միջոցը, ոչնչով ավել չի։ Եռաբլուրից են խոսում, գիտեք խեն Եռաբլուրից խոսում Քոչարյանն ու Սերժիկը, որովհետև Եռաբլուրի հողերում Քոչարյանի մարդիկ ու Սերժիկի մարդիկ փայատեր են, այս պայդրությամբ ես որ իմացես թեթև իրար հետ հակել են, գիտեք խի են հակել, որովհետև իրար վրա ցուցմունք են տալի, են մեկ ուզում է իրա փայը պայի Եռաբլուրի հողի, են մեկ ուզում է իրա փայը պայի Եռաբլուրի հողի, ու այդ ամեն ինչը սարքել են մի հատ քաղաքական դրամա, բայց մենք ենք իսկական ընդդիմություն, չէ մենք ենք իսկական ընդդիմություն, այդ ամեն ինչը իրականում Եռաբլուրի հողերում իրանց համատեղ ունեցած փայերի հետ է կապված։ Ու դրանք են մարդիկ են, ովքեր հաջողացրել են, դաժե Եռաբլուրն են ապօրինի գույք սարքել, որ հասկանան։ Ու այսօր դրանց ներկայացուցիչները եկել են Լենական, ասում են զոհերը, մեր զոհերը ձեր համար ոչ մի ուրիշ բան չեն բացի նախընտրական գովազդից։ Որովհետև դուք ոչ մի ուրիշ բան չեք Հայաստանում, բացի Բայրակթարի ամբասադոր ըլնելուց։ Որովհետև այն նույն տեքստերը, որ դուք ասում եք հիմա Հայաստանում, այդ նույն տեքստերը ասում էր Ղարաբաղի ձեր մյուս ներկայացուցչական թևը, միջև այն պահը, երբ որ Ղարաբաղում հասավ իշխանության, ու այդ հայրենասեր Ասլան տղեկը գնացին Եվլախուն կապիտուլյացիա ստորագրելու։ Ու այս դրա համար է, որ այդ մարդկանց ճակատին դաջված է Եվլախական բառը։ Ու երբ որ Եվլախականները փորձում են Հայաստանում, Գյումրիում ընտրությունները բերեն ու կապեն Ղարաբաղի հետ, թող միշտ հիշեն, որ Եվլախականների համար դա հետ շահեկան դիրք չի։ Տամար հասարակ, ինչ է նշանակում Լեննականի ընտրությունները կապել Ղարաբաղի հետ։ Ապրես, Բալիկ ջան։ Ինչ է նշանակում Լեննականի ընտրությունները կապել Ղարաբաղի հետ։ Ուրեմն 30 տարի Ղարաբաղ ասելով Լենականը ցեխի մեջ թողեցի։ 30 տարի Ղարաբաղ ասելով Լենականի բնակիչներին Լենականցկին դոմիկների մեջ թողեցիք։ 30 տարի Ղարաբաղ ասելով Լենականի հաշվին հարստացակ ձեր հյուրանոցները քցիկ, ձեր ռանչոներն ու չգիտեմ ինչը քցիկ չհանգստացաք։ Հիմա էլ եկել եք 25 թվին եք Լենականի ընտրություններում Ղարաբաղ ասում։ Բայց մի քիչ էլ գանք ներ Լենականյան թեմաներին որպես այդպիսին։ Ուրեմն այսօր այդ հայտնի ձայնագրությունը ես էլ լսեցի, որ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը կամ Վարդանիկ Ղուկասյանը, ես չգիտեմ ինքը իրան ոնց հարմար է գտնում, թող մի անգամ նորմալ ներկայացնի, իմանանք ոնց դիմենք, թե չէ մեկու մեջ ասում է ես Վարդանիկ եմ, մեկու մեջ ասում է ես Վարդան եմ, խեն ինձ Վարդանիկ ասում։ Մի օրի շարիթով Վարդանանց հրապարակում կանգնած Սերժի վրա հանրային բան է տալի, հաղորդում է տալի հանցագործության մասին, հաջորդիվ ասում է եկեք այդքան գաղութ նստենք, տենանք ով լավ տղա դուրս կգա։ Այն նրանք կլաուզնիկ են, ես լավ տղա եմ, ես չգիտեմ տենց այդ ենթամշակույթը, եթե կրում եք, իհարկե շատ վատ է, որ կրում եք ու քաղաքական պրոցեսների եք մասնակցում, բայց եթե կրում եք, գոնե այդ թասիբով կրեք, մի կանգնեք հրապարակային հանցագործության մասին հաղորդում տվեք, հետո բավ նստենք գաղութ։ Գնացեք ուր ուզում եք նստեք, բավշե լավ կլինի մի հատ Երևան, Վլադիկավկազ, մի հատ մարշրուտ նստեք, գնաք։ Բայց այսօր
իմ ընկալմամբ բոլոր սահմանները առհասարակ անցան որոշ մարդիկ ու նույն մարդը էլի ավելի շուտ այն ձայնագրությունը որը որ հրապարակվեց որ լենականցիներին հասարակ մարդկանց ասենք ակնհայտ է որ հասարակ մարդկանց մասին է խոսքը իր օրվա հացով ապրող մարդկանց մասին է խոսքը իրան թույլ է տալի քաղաքապետի թեկնածուն 12 տարվա քաղաքապետը իր միտինգին չգալու կամ չհասկացած զենք չտալու համար ամենավերջի բառերով հայհոյի ինչ լենականում եմ առավոտից իրիկու ականջիս հասնում է նաև որ տարբեր մարդիկ փորձում են ընտրողների ընտրության վրա տենց հայհոյանք դնեն սենց ասած ասեն ով մեզ չընտրի ուրեմն սենց կամ ով էս մեկին ընտրի ուրեմն սենց չէ ուրեմն ես հայտարարում եմ եթե կա տենց տղամարդ Հայաստանի Հանրապետությունում Գյումրիում մասնավորապես եթե կա տենց տղամարդ ով տենց կարա իրան իրավունք վերապահի որ ընտրողի վրա հայհոյանք դնի իր ընտրության համար թող իմանա որ այդ հայհոյանքը 20 ապատիկ ես իր ճակատին նակոլկա եմ անելու Եթե այդ տղամարդը կա, այս իմ խոսքերից հետո պետք է առնվազն ինձ պատասխան տա, եթե տենց պատասխան ունի տալու, թող գա ինձ այդ պատասխանը տա, եթե չտա, ուրեմն այս փուչիկները որ բռնել եք, այս փուչիկներից ամեն մեկը իրանից ավելի ուժեղ տղա է Ուրեմն որ Քոչարյան Ռոբիկի հավատարիմ հպատակը իրան կարա ինչ-որ պայի թույլ տա, ինչ-որ ուրիշ մեկին հպատակ ասի, այդ ինձ առհասարակ ամենաշատն է ուրախացնում։ Ախր դու հպատակ չես, դու հպատակ ես, որովհետև քո տերը այդտեղ կոնկրետ կուրատորներ ունի, որոնք իրանցից բարձր, ավելի բարձր աստղերով կամանձիրներ ունեն, դու հասկանում ես քո կարգավիճակը այս աշխարհում առհասարակ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Գյումրեցու, լենականցու ընտրության վրա քֆուր դնողը Սերիկայա ու Սերիկայի ծնունդը։ Ու այդ բոլոր սրիկաները առավոտից իրիկու իրենց գլուխը տալու են, պատով պատներ տալու են իրենց գլխով ու չեն կարողանալու Հայաստանի Հանրապետությունում դաժե ժեկի պետ լնել, որովհետև իրանք ոչ մի բան են։ Նորից եմ ասում, ժողովուրդ ջան, մարտի 30-ին սա հասարակ քվեարկություն չի, սա ընդհանրապես հասարակ թիմ քվեարկություն չի, սա քվեարկություն է արժանապատվության ու անարժանապատվության միջև, սա քվեարկություն է համայնքին ծառայող, Գյումրեցուն ծառայող համայնքապետ ունենալու, թե թող Աստվածների ինձ եկեղեցու էլ դիմացեմ, թե իրա քաղաքացուն իրան չընտրելու համար պոռնիկ ասող ստոր քաղաքապետ ունենալու միջև։ Ժողովուրդ ջան, մարտի 30-ին դուք գնալու եք ընտրատեղամաս։ Ես խնդրում եմ, որ դուք ընտրատեղամաս գնալուց ու այդ քվեաթերթիկների խուրձը վերցնելուց հստակ իմանաք, որ այդ առաջի քվեաթերթիկը, որի վրա որ գրված ալնելու մեկ, շատ ճիշտ ասեց պարոն Արուշանյանը, այդ վրի գրած մեկը ամեն մեկը տա։ Համար մեկը վերցնելով դուք ընտրում եք ձեզ, ամեն մեկիդ, դուք ընտրում եք ձեր արժանապատվությունը, դուք ընտրում եք ձեր թասիբը, դուք ընտրում եք ու ցույց եք տալի, որ չկա տենց մեկը, որ կարենա ձեր հետ տենց խոսա, որ չկա տենց մեկը, որ կարա լենականցու վրա մատ թափ տա։ Ես վստահ եմ, որ դուք այդ ճիշտ ընտրությունը կատարելու եք։ Մնացածն էլ բոլոր հասցեատերերը ես վստահ եմ այս ելույթը կլսեն ու եթե իրանց փուչիկ չեն համարում, ես այդ պատասխանը կլսեմ հրապարակային, որ հա իրանք այտենց տղա են, որ կարան ընտրողի վրա քֆուր դնեն։ Եթե չկան այտենց տղամարդիկ, ովքեր որ հրապարակային կհայտարարեն, ուրեմն բոլորիդ առաջ ասում եմ, այս փուչիկներից յուրաքանչյուրը իրանցից ավելի ուժեղ տղա է առհասարակ։ Ու իրանց էլ այս փուչիկների պես ասեղով հատ տրաքացնելու է։
Գյումրու թիկունքին Գյումրու թիկունքին Գյումրու թիկունքին Քվեաթերթիկ համար Դոխով Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1